Գիտեիք արդյոք, որ դեռևս 18-րդ դարում հայ մտածողները բացահայտել էին մեր գերության գաղտնի գինը և առաջարկել ստեղծել համազգային հիմնադրամ հայրենիքի ազատագրությունը ֆինանսավորելու նպատակով։ Պատմական աղբյուրները վկայում են, որ ազգային ազատագրական պայքարի տեսաբաններ Շահամիր Շահամիրյանը և Մովսես Բաղրամյանը առաջինը գիտակցեցին քաղաքական անկախության գլխավոր նախապայմանը տնտեսական անկախությունն է։ Բաղրամյանը կատարեց մի ցնցող հաշվարկ, պարզվեց, որ պատմական Հայաստանում ապրող հայերը միայն գլխահարկի տեսքով պարսիկներին ու թուրքերին վճարում են տարեկան ավելի քան 20 միլիոն 898 հազար ոսկի։ Այս վիթխարի հարստությունը, չհաշված թալանված զարդեղենն ու այլ միջոցները, մսխվում էր օտարների կողմից, մինչդեռ կարող էր ծառայել հայրենիքի հզորացմանը և ազատագրմանը։ Որպես ելք, նրանք առաջ քաշեցին աշխարհասփյուր հայության կապիտալը մայր հայրենիք տեղափոխելու գաղափարը։ Բաղրամյանը կոչ էր անում հայերին տրամադրել իրենց ունեցվածքի մի մասը, նշելով, որ այդ ողորմությունը բնավ չի պակասեցնի իրենց ինչքը։ Այդ միջոցները պետք է մուտք գործեին հայրենիք, դառնային ազատագրական մարտիկների ռոճկավարձը և Աստծո զորությամբ օդքի հանեին ընկած ազգին։ Խորքային ճշմարտությունն այն է, որ որևէ արդարացի պատերազմ չի կարող հաղթել առանց ամուր տնտեսական ռելսերի և հզոր ֆինանսական բազայի։ Իրական ազատությունը պահանջում է գիտակցված ազգային ներդրում։ Անպայման տարածեք այս տեսանյութը և պահպանեք այն, որպեսզի մեր պատմության այս հզոր դասը երբեք չմոռացվի։